Գյումրին կաթվածահար արարած կարկուտից ու հորդառատ անձրևից 1 օր է անցել եւ արդեն 60 դիմում է ստացել քաղաքապետարանը։ Իհարկե, այս թիվն ավելանալու միտում ունի տուժած տների, տնակների ու սպասարկման տարածքների քանակը հաշվի առնելով։ Խնդրեմ, եթե իրական վնասներ կա, շատ հրատապ, այսօրվա մեջ, վաղվա մեջ ամենաուշը, հետո ուշ բերված դիմումները 1 ամիս հետո մեկը հիշեցրել, որ երևի թե այդ կարկուտից էր վնասը, միանշանակ դիմումը չի ընդունվի ու համապատասխան տված չի տվեցվի։ Ըստ դիմումների ու հասցեների հանձնաժողովը թաղամասերով է շրջելու գնահատելու են տների վնասվածության աստիճանը։ Քաղաքային հանձնաժողովի արձանագրածն ու կազմած եզրակացությունները դեռ ուղարկելու են մարզային հանձնաժողով։ Ըստ կոմունալ բաժնի պատասխանատուի, սրանով քաղաքապետարանի գործառույթն ավարտվում է։ Մենք ուղղակի այդ գործառույթը ֆիքսելու, որ իրոք կա խնդիր, իրոք եղել է տուժված անձինք, իրոք կա չափ, վնաս եւ այլն, Էդել միաժամանակ ելի կրկնեմ հանձնաժողովի համապատասխան մասնագիտական գնահատումով, որովհետեւ իրավական դաշտի մեջ խնդիրներ չեղնի։ Քանի որ բոլոր տեղերը դեռևս չենք այցելել, քանակի առումով փրկարար ծառայությունից ենք ստացել, որտեղ իրենք այցելել են, կան ջրալցված բավականին, ասենք տասնյակից ավել տներ, բայց տեղում պետք է նայվի։ Մենք նույն տեղեկատվությունը ստանալուց նաև տեսել ենք, որ գնացել են ահազանգով, բայց տեսել են, որ ջրի մագարտակը շատ քիչ է, այնտեղ աշխատանք կատարելու խնդիր չկա։ Տուժած տնտեսություններից մարզպետարանում են նաև դիմումներ ներկայացրել, այստեղ վնասների չափերն ուսումնասիրող մշտական հանձնաժողով է գործում, որը հիմնականում գույքագրում, հաշվարկում է մարզի բնակավայրերի խնդիրները, գյուղատնտեսական նշանակության վնասները։ Այս անգամ Գյումրիի վնասներն են գնահատելու, իսկ փոխհատուցման մասին դեռ չեն խոսում կամ ավելի ուշ պարզ կդառնա։ Ինչ աստիճանի վնասներ ունեն Ախուրյանի 10 գյուղերը, մարզային հանձնաժողովն այս մասին դեռևս տվյալներ չունի։ Ցանկատարածքների վնասվածությունը մի քանի օր անց է երևում։ Հիմնականում այդ դաշտերն ենք մենք գնացել դիտարկել, ասենք ցորեն է, գարի է, որոնք ավելի բարձրաժեք են եւ կարեւոր են։ Շատ տեղեր կար, որ իրականում ոնց որ հնձած լիներ ընդհանրապես, այդտեղ էլ որևէ ձևով վերականգնվելու հնարավորություն չկա։ Տեղեր կա, որ ավելի քիչ է եղել վնասը, հավանականությունը կա, որ որոշ հատվածը կարող է վերականգնել։ Մոտակա շաբաթվա ընթացքում հստակ պատկեր կունենանք, որովհետեւ տեսեք կարակտարության թեպքում ցանկատարությունների ուսումնասիրությունը ավելի շատ վնասները ակնառու կլինեն 3-4 օր հետո կարակտարությունից եւ այս պարագայում դրանով պայմանավորված որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հստակ վնասների չափ արձանագրվի։ Ախուրյանի 10 բնակավայրերի ցորենի եւ գարու ցանկատարածքների մի մասն ապահովագրված է։ Գյուղական ապահովագրությունից օգտվող տնտեսությունները չեն սպասի փոխհատուցման մասին կառավարության որոշմանը։ Մարզում ունենք կնքված 2800-ից ավելի պայմանագիր, շուրջ 2750 հեկտար ցանկատարածությունների համար։ Որոշակի տարածքներում ապահովագրված տարածքները ավելի մեծ են, որոշ տարածքներում փոքր, բայց կարգու տրեսկից ապահովագրված են եւ ըստ ապահովագրական պայմանագրի կուսումնասիրվեն ցանկատարածությունների վնասը ապահովագրական ընկերությունների կողմից, փորձագետների կողմից գնահատում կիրականացվի եւ ըստ պայմանագրի փոխհատուցում կտրամադրվի։ Հաշվարկներին ու վնասվածության աստիճանի գնահատումներին չի նայում եղանակը։ Երեկոյան ուժեղ քամին Գյումրիի որոշ հասցեներում ծառեր է շրջել, տեղի են ունեցել էներգաանջատումներ։ Հորդառատ անձրևներն ու քամին հանրապետության շրջաններում չեն դադարի նաև առաջիկա օրերին։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։